Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դռները այսօր մոտ 4 ժամ փակ էին լրագրողների առջև։ Համալսարանականների հյուրը Հայաստանի վարչապետն էր։ Վերջին մեկ շաբաթում հոգևոր իշխանությանն ուղղված մի քանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ հարցերը Նիկոլ Փաշինյանը լսեց, բայց դրանք թողեց անպատասխան։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Կառավարության վերջին նիստում եւ դրանից հետո եկեղեցու եւ հոգեվորականների մասին Փաշինյանի գնահատականները համալսարան այցի ընթացքում նրան ուղեկցող կրթության եւ գիտության նախարարը հրաժարվեց մեկնաբանել։ Ժաննա Անդրեասյանը ասաց, այդ թեմայով վարչապետի գրառումներին ավելացնելու ոչինչ չունի։ Իսկ առհասարակ ըստ նախարարի հանրային այս խոսույթը որևէ մեկին չի կարող դուր գալ, բայց շեշտեց, նույն բառամթերքը հնչում է նաեւ այլ կողմերից, այդ թվում իր հասցեին։ Հայոյանքը կրթելու գործընթացում օգնում է։ Գիտեք, ես հասկանում եմ ձեր հարցադրումների տրամաբանությունը, ոճը, մոտեցումը, ինքս կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ, դա դիտում եմ նաև կրթության ուղիղ խնդիրը, մենք առիթ ենք ունեցել նաև խոսելու, որ ընտանիքներում են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր եւ որևէ կերպ չեմ կարող համարել դա ընդունելի, որովհետեւ կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք միասին խոսել, քննարկել, ունենալով տարաձայնություններ եւ դա կարող ենք անել մեր լեզվի հարուստ բառապաշարով։ Վարչապետ Փաշինյանը համալսարանում այսօր նաև ուսանողների հետ հանդիպեց։ Նրա այցին ընդառաջ ոչ միայն մայր բուհ ելումուտն էր սահմանափակված, այլև հարակից տարածքում էր ուժեղացված հսկողություն։ Մուտքի մոտ նրան դիմավորեց իր նախկին թիմակիցը, այժմ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Մասնագիտությամբ աստվածաբան ռեկտորը սակայն հրաժարվեց Փաշինյանի գրառումների վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Իսկ ինչպես են կազմել վարչապետի հետ հանդիպող ուսանողների ցուցակը։ Ուսանողները ազատ են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը տալու։ Ցանկացած ուսանող կարող է գալ հանդիպմանը Պալյանների Մենք անվանդակներում ֆակուլտետներին դիմել ենք, ֆակուլտետները տվել են ակտիվ ուսանողների ցանկ եւ ասել ենք ազատ են բոլոր տեսակի հարցերի համար։ Իսկ բառապաշարի հետ կապված խնդիր չունեք։ Հարց ունեք ԵՊՀ-ի կամ բանի հետ կապված, խնդրում եմ դրա հետ կապված։ Այսօր այլ եմ կրկնում, մենք մեր հանդիպումը պայմանավորված է լաբորատորիայի բացումով եւ ազատ շփումով ուսանողների հետ, այսինքն Ուսանողները եթե այդ գրառումների վերաբերյալ հարց տան, դուք նորից ասելու եք օրվան նվիրված չէ լաբորատորիայի վերաբերյալ։ Ուսանողները ազատ են յուրաքանչյուր հարց տալ։ Համալսարանի տարածքում մեզ հետ զրուցած ուսանողները ասում էին, կամ հանդիպումից տեղյակ չեն եղել, կամ լսել, բայց չեն հետաքրքրվել։ Վարչապետի հետ հանդիպման մասին տեղյակ եք։ Չէ, ճիշտ ասած ես այսօր քննությանը տեղյակ չեմ։ Ինչ որ գրանցում է պահանջվել դրա համար։ Մնացածը անկեղծ մանրամասներից տեղյակ չեմ։ Կուզեիք, այսքան հետաքրքրված եք, կմասնակցեիք։ Չէ, կրկեսով չեմ հետաքրքրվում։ Դե չեմ ցանկանում։ Հարց չունեք իրեն, ինչն է որ չեք ուզում։ Հարց չունեմ։ Ինչի՞ չէ։ Մեր երկրի վարչապետն է, տեսնենք ինչ է ասում։ Չի հետաքրքրում ինձ քաղաքականությունը։ Երկրի համար սրտացավ եմ, բայց հաստատ չեմ մասնակցի նման հավաքներին։ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանը մասնակցած ուսանողներից շատերը հրաժարվեցին կիսվել տպավորություններով։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետից այս ուսանողն էր ոգևորված եւ տպավորված։ Նրանից պարզեցինք, որ զրույցի թեման վարչապետի հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսությունն է եղել։ Ուսանողությանը փաստորեն դա էր ավելի շատ հետաքրքրում։